Բժիշկ, էնդոսկոպիկ վիրահատության առավելությունները որոնք են եւ ինչու պետք է նախընտրել էնդոսկոպիկ վիրահատությունը մեծահասակների եւ երեխաների պարագայում, ինչպես կողմնորոշվի պացիենտը բուժառուն, ինչ տեսակի վիրահատությամբ դիմի ձեզ, էնդոսկոպիկ թե այլ տարբերակը։ Ինչպես կողմնորոշվի, կողմնորոշելուն պետք է բժիշկը օգնի, իսկ տարբերությունները, այսպես ձեզ ասեմ, մի փոքր ավելի հանրամատ չլինելու համար, վիրահատություններ կան, որոնք ամենևին էնդոսկոպիկ մեթոդով կատարելու իմաստը չկա դրանց, բայց վիրահատություններ կան, երբ անշուշտ դրանց կատարման գործում էնդոսկոպիկ վիրաբուժությունը տալիս է շատ ավելին, քան մենք կարող ենք դա անել առանց նման գործիքակազմի։ Ինչ է էնդոսկոպիկ վիրաբուժությունը եւ ինչ է իրենց ներկայացնում էնդոսկոպը։ Էնդոսկոպը դա գործիք է մոնիտորով, իր համապատասխան օպտիկայով, միկրովիրաբուժական գործիքակազմով, որը թույլ է տալիս բժշկին կատարել իր իմացած վիրահատությունները այդ տեսակով։ Սակայն բժիշկը պետք է ունենա այդ կրթությունը նախ։ Տիրապետի գործիքին։ Այո, տիրապետի ոչ միայն գործիքին տիրապետելը շատ քիչ է, նաև բժիշկը պետք է կարողանա տիրապետի վիրահատական այդ տեխնիկային, այդ մեթոդին։ Էնդոսկոպիկ վիրաբուժության արդյունքում պացիենտի մոտ ստանում ենք մինիմալ տրավմատիզացիա, մինիմալ արյան կորուստ, մեծ վիզուալիզացիա, այսինքն խոշորացված պատկեր, որը թույլ է տալիս աչքից չվրիպի նույնիսկ մինիմալ դետալները եւ հետեւաբար, եթե այսքանը դու ունես, տիրապետում ես այդ վիրահատական մեթոդներին, դու պացիենտին կարող ես տալ ավելի լավ արդյունք։